որևիցե ներդրում ունեցել է կամ ինչու այսօր այստեղ չէ, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնի, թե ինչ է արել նա Բրյուսելում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն Տիկին Պետրոսյանը գիտեք, պատվիրակության անդամ չի, ոչ էլ եւ առաջին անգամ Եվրոնեստ խորհրդարանական հայ ժողովի շրջանակներում նախատեսվել, ձևավորվել եւ կազմակերպվել է հիմնադիր ֆորում, որը կոչվում է կանանց ֆորում։ Ձևաչափը մասնակցության հետևյալն է՝ 1 հոգի պատվիրակություններից, 1 հոգի խորհրդարաններից, բայց ոչ պատվիրակության անդամ։ Եվ իհարկե մեր պատվիրակությունը որոշել է ոչ պատվիրակության անդամ եւ հայկական խորհրդարանից Տիկին Պետրոսյանի, որը շատ հետաքրքիր ելույթ ունեցավ, չհաշված այն հանգամանքի, որ արդեն իսկ այս իրադարձությունները տեղի են ունեցել եւ որոշակիորեն մենք կանանց ֆորումի աշխատանքների վրա որպես հարակից միջոցառում մեծ չէր ուշադրությունը, բայց այնուամենայնիվ ինքը ֆորումը շատ էֆեկտիվ էր մեր գնահատման տեսակետից եւ կարծում եմ նաեւ Տիկին Պետրոսյանի մասնակցությունը այս առաջին ֆորումի ընթացքում շատ կարեւոր էր հնարավորեց նաեւ որոշակի խնդիրներ, որոնք որ սոցիալական եւ մշակութային նշանակություններ են հատկապես վերաբերում են չճանաչված միավորներում հասարակության մշակութային եւ քաղաքական եւ սոցիալական կարգին։ Այժմ կընտրեմ Տիկին Աճեմյան ավելի մանրամասն որպես ֆորումի մասնակից ներկայացնելիս։ Ուզում եմ նշել, որ այդ ֆորումը առաջին անգամ ձևավորվեց, բայց որոշվեց, որ հետագայում ինչպես բոլոր միջազգային այլ հարթակներում կանայք այստեղ էլ կհավաքվեն, հանդիպումներ կունենան եւ իրենց երկրների հարցերը կբարձրացնեն, հիմնականում կապված կանանց իրավունքների հետ, կանանց ներկայացվածության քաղաքականությունում եւ այլ բոլոր խնդիրների, որոնք առնչվում են կանանց իրենց երկրների քաղաքական գործիչների, չնայած մթնոլորտը մի փոքր այլ էր, որովհետև այս օրը հետ պայթուն էր եղել եւ դրա մասին խոսվեց, քանի որ բոլորը կանայք են, բոլորը անհանգստանում էին, բայց կարծում եմ, որ այդ ձևաչափներ իրավունք ունի ապրելու եւ հետագայում այդ ֆորմատով նույնպես կանայք կհանդիպեն եւ կքննարկեն հարցեր։